Ողջույն, եթերում Կիրակին է, ես Սարգիս Հարությունյանն եմ։ Հայաստանի շուրջ զարգացումները սրընթաց կերպով այսպես առաջ են գնում։ Միացյալ Նահանգներ Իրան հակամարտության ֆոնին օրերս Իրանը հարվածներ հասցրեց Նախիջևանին։ Սա հարցեր է առաջացնում Հայաստանի անվտանգության տեսանկյունից։ Այսօր մենք այս հարցերը պատրաստվում ենք քննարկել Հայկական խորհրդի նախագահ Արեգ Քոչինյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Քոչինյան։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Օրերս մենք ականատես եղանք, ինչպես իրանական ըստեյության զինուժը հարվածներ հասցրեց, այսպես լայն առումով ասենք, ավելի տպավորիչ կերպով ասենք Ադրբեջանին, մասնավորապես Նախիջևանում օդանավականին, բայց որքան հասկանում եմ ոչ միայն օդանավականին, այնուհետև կարծես այդ պատմությունը զարգացում չունեցավ, իրանական կողմը ըստ էության ասաց, որ պատահական էր ստացվել, Ադրբեջանը բավականին խիստ հայտարարությամբ հանդես եկավ, կարող է նման բանը պատահական լինել, ինչ եք կարծում, ինչն էր պատճառը, ինչ է սա նշանակում։ Առնվազն պաշտոնական հաղորդագրությունները Իրանի պատահականության մասին չեն, իրանք հերքում են, իրենք ասում են մենք դες բան չեն կարել։ Գիտեք, Իրանում իրավիճակը շատ նման է դեզինտեգրված պետական կառավարման համակարգի իրավիճակի։ Ու դա ըստեյության իրենց ռազմավարությունն էր, որ եթե իրենց կենտրոնական ապարատը ոչնչացվում է, դա ըստեյության այն ինչ-որ տեղի ունեցել, ապա տեղերում ուժային կառույցները պետք է սկսեն գործել ավտոնոմ։ Ինչը եթե շատ գրոտեսկային տեսքով փորձենք ձևակերպել, ում ձեռը հրթիռ կա, նա էլ որոշում է թե ուր կրակել։ Սա իհարկե շատ վտանգավոր իրավիճակ է, երբ որ ահռելի քանակությամբ զենք զինամթերք կա կուտակված մի երկրում, որտեղ այլևս փաստորեն չկա գերագույն գլխավոր հրամանատարության այդ շտաբը, ասենք, այդ դրույքը, ասենք, ստավկան ռուսերեն ասած։ Դա ըստեյության ոչնչացված է։ Հիմա էլ Ադրբեջանն ու ներողություն, Միացյալ Նահանգներն ու Իսրայելը ըստեյության իրենց առջև նպատակ են դրել պարզապես ոչնչացնելու Իսլամական Հանրապետության ամբողջ ռազմական պոտենցիալը եւ հետեւողականորեն այդ ճանապարհով գնում են։ Բայց այս ամեն ինչը, այո, հնարավոր դարձնում են մի իրավիճակ, երբ որ Իրանից կարող են հրթիռներ կամ դրոններ թռնել Ադրբեջանի ուղղությամբ եւ դա չլինի պլանավորված այն մարմնի կողմից, որը որ այսինքն ավելի ցածր մակարդակներում է հնարավոր նման որոշում եւ լոկալ ինչ-որ մի պատճառով եւ հետեւաբար դա էր պատճառը, որ մենք չտեսանք զարգացում այդ պատմության եւ սա ցուցիչ է, որ հավանաբար ձեր ասածն է։ Եթե խոսենք բուն իրանական պատերազմի մասին, այս իրավիճակը դեպի ուր է տանում, ինչ սպառնալիքներ եք դուք տեսնում, ինչ սցենար եք հավանական համարում։ Առնվազն այն, ինչ որ մենք տեսնում ենք, դա հսկայական ուժային տարբերությունը եւ տեխնոլոգիական տարբերությունը Միացյալ Նահանգների եւ Իսրայելի օգտին, եւ ես շանս չեմ տեսնում ուղղակի, որ Իրանը կարողանալու է դիմակայել այս պատերազմին։ Բայց մենք միևնույն ժամանակ ականատես եղանք, որ Միացյալ Նահանգների նախագահը այսպես ավելի երկար ժամկետներ սկսեց նշել, երբ որ մենք ականատես ենք լինում գործողություններին, կարծես այն պլանը, որը կար Միացյալ Նահանգների մոտ վերացնել իրանական ղեկավարությանը եւ բանակցել կարծես թե չանցավ եւ Իրանը կարծես ավելի երկարատև պատերազմի է հակված։ Եվ դա երկրորդ կողմն էր մեդալի, որի մասին ուզում եմ խոսել, որ մյուս կողմից էլ ամեն դեպքում Իրանը ցուցաբերեց ավելի մեծ դիմադրունակություն, քան սպասելի էր։ Այսինքն պետական կառավարման համակարգը չկոտրվեց անգամ գերագույն գլխավոր առաջնորդի եւ մի շարք պաշտոնատար անձանց ոչնչացման պարագայում, ինչը նշանակում է, որ այս ամեն ինչը տևելու է ավելի երկար եւ ըստ էության որոշակի կորեկցիայի է ենթարկվելու կարծում եմ պատերազմի նպատակը։ Եթե օրինակ եմար առաջին փուլում պատերազմի նպատակը Իրանը ուղղակի Իրանում իշխանափոխություններ, այսպես ասենք, հիմա ես չեմ բացառում, որ պատերազմի նպատակը կարա փոխվի եւ դառնա Իրանին մաքսիմալ հնարավոր վնաս հասցնելը, հյուծելը եւ ռազմական պոտենցիալից զրկելը, օրինակ մենք տեսնում ենք, թե sense տամպերով շարունակվի իրանական կողմը ուղղակի նավատորմ չի ունենալու։ Ուղղակի չի ունենալու։ Մի քանի օր եթե այս տեմպով իրանական նավերը շարունակեն խորտակվել, ոչնչացվել, ապա մի քանի օրից Իրանը ուղղակի նավատորմ չի ունենալու։ Եթե մենք նայում ենք հրթիռային ուրեմն արձակման կայանների ոչնչացման տեպերը, շատ հավանական ասցենար, երբ որ Իրանը կունենա դեռ ահռելի քանակությամբ հրթիռներ, պահեստավորած, բայց չունենա կայանքներ, որոնցից դա կարողանալու է արձակել։ Պարոն Քոչինյան, ո՞րն է Միացյալ Նահանգների Իսրայելի նպատակը։
ինչ են ցանկանում։ Դա հենց դա է ասում եմ, պատերազմի ընթացքում այդ նպատակը կարա փոխվի։ Օրինակ ես կարծում եմ, որ պատերազմի սկզբից դա Իրանում իշխանափոխություն կազմակերպելն էր, նոր մոդելավորումներ նոր իշխանության Իրանում։ Ինչի համար։ Իրանի հետ պայմանավորվելու։ Դա միջուկային ծրագրի չեղարկումներ, հրթիռային ծրագրի չեղարկումներ, ինչ որ բայց ոնց հասկացա նաև նավատորմից հրաժարվելն էր ռազմական չեղարկումներ։ Հա, ինքնուրույն ոչնչացնելն էր սեփական նավատորմը, իդեպ դրա նախադեպեր շատ են պատմության մեջ, նենց չգիտեմ ինչ որ նախադեպ պահանջը։ Եվ ըստ էության Իրանի վրայից սանկցիաների դուրսբերումը ու Իրանի ինտեգրումը արևմտյան շուկայի տրամաբանության մեջ, որ արևմուտքը սկսի այդ նավթից եւ այդ գազից օգտվել եւ գնել այդ նավթն ու այդ գազը, եւ մենակ նավթն ու գազը չէ, նաեւ շատ այլ ռեսուրսներ։ Եվ այդ Ռուսաստան, Չինաստան, Իրան եռանկյունու քանդելը դուրս բերել Իրանի այդ եռանկյունու կազմից։ Հիմա եթե դա չի ստացվում, իսկ կարծես թե Իրանը բավականաչափ դիմադրունակություն ցուցաբերեց, որպեսզի դա առնվազն հիմա չերևա որ ստացվում է, ապա Իրանին մի 30-40 տարով հետ գցելը նույնպես վատ տարբերակ չէ Ստեյության Նահանգների եւ Իսրայելի համար։ Սա կարող ենք մենք ընկալել որպես նաեւ ճնշում Ռուսաստանի նկատմամբ։ Շատերը օրինակ ասում են, գիտեք, Միացյալ Նահանգների նպատակը Հայաստան-Ադրբեջան գծի վրա այսպես ճեղքում ապահովել, հասնել պայմանավորվածության, նաև ճնշում է Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայի հարցում, որ գիտեք, սիրելի բարեկամներ, եթե դուք ուկրաինական հարցում գլխավոր հարցում մեզ արևմուտքին ընդառաջ չեք գնում, մենք այսպես ձեր կողքից կմտնենք եւ Հայաստան-Ադրբեջանի հիմա նույնը հնարավոր է, որտեղ Իրանի աշխարհագրական դիրքն է շատ հարմար, ուղիղ կապ է Կովկաս, ուղիղ կապ է Կենտրոնական Ասիա, Իրանի միջով ես նկատի ունեմ։ Այո, երկու բան կա այստեղ ես կարծում եմ, մեկը եթե մենք նայենք Միացյալ Նահանգների գործողությունները վերջին ամիսներին, սա արդեն ռազմավարության է նմանվում։ Սկսվեց Վենեսուելայով եւ տասնամյակներ շարունակ Միացյալ Նահանգների համար գլխացավանք հանդիսացող ռեժիմը ուղղակի ապամոնտաժվեց։ Հիմա շարունակվում է Իրանում, ես ամենայն հավանականությամբ կանխատեսվում որ հաջորդ հանգրվանը կլինի Կուբան, որտեղ գուցե ավելի մեղմ գործիքներ կիրառվեն, բայց Կուբայում նույնպես լինելու է իշխանափոխություն։ Գանք Ռուսաստանի հարցին։ Հեսա կգանք։ Սա գիտեք ինչի է նման, որ քանի դեռ ամբողջ աշխարհը զբաղված է Ուկրաինայով, Ռուսաստանը որպես մրցակից Չինաստանը Ռուսաստանին օգնելով Եվրոպական միությունը Ուկրաինայով նույնպես Միացյալ Նահանգները լուծում է իր համար տասնամյակներ շարունակ գլխացավանք հանդիսացած հարցերը։ Եվ եթե հիշում եք Ջորջ Բուշ կրտսերի ադմինիստրացիայի ժամանակ ձևավորվել էր չարի առանցք մի հատ հասկացություն, որտեղ մտնում էին Իրանը, Վենեսուելան, Կուբան, հասկանում եք, այսինքն շատ նման որ ցուցակ ուղղակի վերցրել են հերթով այդ ցուցակից ջնջում են մարդկանց, հենց ասած։ Ինչը անհերքելիորեն ուժեղացնելու է Միացյալ Նահանգների դիրքերը։ Հիմա գանք Ռուսաստանի հարցին։ Ես կարծում եմ, որ սա շատ ավելի լուրջ հարված է Չինաստանին, քան Ռուսաստանին, որտեղ Չինաստանն էր բավականին էական կախվածության մեջ ածխաջրածնային Իրանի Իսլամական Հանրապետությունից համատած Ռուսաստանի հետ։ Իհարկե Ռուսաստանի համար սա բավականին կարևոր մատակարար էր զինված ուժերի համար, դու գիտեք այդ շահիդ անօթաչու թռչող սարքերով դա հայտնի մասն է։ Դա հայտնի մասն է հələ, սկսենք դրանից ճիշտ եք ասում, դա դեռ հայտնի մասն է։ Այնպես որ սա ավելի իհարկե կարևոր էր Չինաստանի համատեքստում, բայց նաև հարվածա բավականին լուրջ Ռուսաստանի համատեքստում։ Պարոն Քոչինյան, գանք ավելի մոտ գանք Հայաստանին, Հայաստանի անվտանգության առումով այսպես գլխավոր, հա, պայմանավորվածություն Ադրբեջանի հետ, թրիփ, դուք այս առումով մարտահրավեր սպառնալիք տեսնում եք, որ Իրանի շուրջ զարգացումները հնարավոր է ինչ-որ կերպ անդրադառնան նաև հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների թրիփի վրա, ինչ կարող եք ասել։ Հունարենում, հին հունարենում կրիզիս բառը ուներ երկու նշանակություն։ Մեկը այն դասական նշանակությունը, որ մենք ցույց հասկանում ենք, եւ հնարավորություն, եւ որպես հնարավորություն։ Հիմա ես կարծում եմ ցանկացած կրիզիս իր մեջ պարունակում է նաեւ հնարավորություն եւ հատկապես այս կրիզիսն է իր մեջ պարունակում հնարավորություն։ Մի կողմից անհերքելի է, շատ ճիշտ է, որ այդ մասշտաբի ռազմական գործողությունները եւ ապակայունացումը ունի իր մեջ սպառնալիք տարածվելու դեպի հարավային Կովկաս, ինչի մի հանգրվանը մենք տեսանք Նախիջևանում, հա։ Բայց մյուս կողմից ես կարծում եմ հայկական կողմի համար սա ստեղծել է բավականին աննախադեպ մի իրավիճակ եւ հնարավորություն։ Տեսեք, արդեն համարյա մի շաբաթ է, որ Իրանի տարածքով Ադրբեջան-Նախիջևան ավտոբուսային կապը ընդհատված է։ Ես ենթադրում եմ, որ այս Նախիջևանում հարվածից հետո այդ կապը ել ավելի խնդրահարույց է դառնալու, մանավանդ եթե հաշվի առնեք, որ Ադրբեջանը արգելել է իր տարածքով որևէ իրանական բեռնափոխադրում
կլինի դա բուն Ադրբեջան, թե տրանզիտային տրամաբանության մեջ։ Ես ամենայն հավանականությամբ նույնը կանի Իսլամական Հանրապետությունը, եթե Ադրբեջանը այդ ռեժիմը չի չեղարկում։ Սա իր հերթին նշանակում է, որ Նախիջևան-Ադրբեջան կապը ընդհատված է, կամ լավագույն դեպքում մենք տեսանք, որ Ազալը իրանց այդ ավիափոխադրող ազգային հայտարարել է, որ ուրեմն իրանք թռնում են Կարսից հատուկ ավտոբուսներով իրանց տեղափոխում են Նախիջևան։ Այդ Կարս թռնելը միջից Հայաստանի տարածքով արի, Հայաստանի օդային տարածքով արի։ Հիմա ես կարծում եմ, այստեղ Հայաստանը ունի բոլոր հնարավորությունները հայտարարելու, որ ինքը տալիս է մարդասիրական միջանցք վատ բառը բոլորը խնդրում եմ չկենտրոնանալ այդ բառի վրա։ Մարդասիրական միջանցքը կոնկրետ տերմին է։ Ադրբեջանին երկու տարբերակ կան դուրում։ Ինքը կարա գնա Վրաստանով մտնի գա Հայաստան, իջնի դեպի Երասարդարակ, այնտեղ 2-3 կիլոմետր ավտոճանապարհը մենք շատ արագ կարանք վերակառուցենք եւ այդպես մոտ գանք։ Գորիս, Սիսիան, Շահբազ։ Դա էլ է տարբերակ, ավելի լավ տարբերակ է եւ շատ ավելի արագ իրականացվող տարբերակ է։ Ես կարծում եմ, թե մենք վերականգնենք Իջևան-Ղազախ ավտոճանապարհային ուրեմն կապը, որը էլի մի քանի կիլոմետր ճանապարհ է ենթադրում վերակառուցելը, որը շատ էլի արագ կարելի է անել, եւ ուրեմն Ղազախ, Իջևան, Հայաստան, ուրեմն միջև Երաս, այնտեղից է Սարդարակ մուտք։ Սա այնա ինչ որ մենք կարանք անենք շատ արագ, նորից եմ ուզում կրկնել, սա օրերի ընթացքում հնարավոր է կազմակերպել։ Ընդ որում ես այն տեսակետ ունեմ, որ անկախ նրանից դա հիմա պետքա թե պետք չի, սա պետքա վերանորոգել։ Երաս, Սարդարակ, Ղազախ, Իջևան ավտոճանապարհները պետքա վերանորոգել։ Դա միլիոններ չի ինչ որ, դա բավականին փոքր ծախսեր են լինելու, որոնք ստեղծելու են քեզ համար այլընտրանք եւ քեզ համար, օրինակ Ռուսաստանի հետ կապի տրամաբանության մեջ եւ իրանց համար Նախիջևանի կապի տրամաբանության մեջ, թող լինի այդ այլընտրանքը համար, թող լինի չօգտագործենք։ Բայց հիմա ամենալավ ժամանակն է այս խոսակցությունները բարձրացնելու եւ այս խոսակցությունները քննարկելու։ Դուք գաղտնիք չէ, որ տեղեկացված մարդ եք, գուցե նման առաջարկ արդեն արվել է հայկական կողմից ադրբեջանական կողմին։ Ես ճիշտ ասած չեմ համարում, որ այս տեղեկացված մարդ եմ, ես օգտվում եմ հրապարակային տեղեկությունից եւ հրապարակային տեղեկությունների մեջ առնվազն չկա նման։ Չկա նման առաջարկ, բայց հավանական համարում եք, որ նման առաջարկ անհրաժեշտ եմ համարում։ Անհրաժեշտ եք համարում։ Վերադառնալով սպառնալիքներին, ռիսկերին, տեսեք, ամեն դեպքում անկախ այն հանգամանքից իրանական այս պատերազմը ինչ ավարտ կունենա, ակնհայտ է, որ իրավիճակը Իրանի շուրջ փոխված, եթե մնում է Իրանում գործող վարչակազմը, վարչակարգը, վստահաբար այլ արտաքին քաղաքականություն, այլ քաղաքականություն կվարի հարևանների նկատմամբ, գուցե նաև Ադրբեջանի, գուցե նաև Հայաստանի, Պարսից ծոցի երկրների նկատմամբ ակնհայտ է, եթե փոխվում է վարչակազմը ըստ էության նոր քաղաքականություն, հիմա նորից դուք խնդիր, սպառնալիք չեք տեսնում, որ իրանական կողմը կդառնա, օրինակ, եթե վարչակազմը չի փոխվում, կդառնա ավելի այսպես վճռական եւ կասի, գիտեք, ժողովուրդ, ես կարծում եմ, որ այդ թրիփը, որ դուք ամերիկացիների հետ պայմանավորվել եք, ես կարող եմ ժամանակ առ ժամանակ հրթիռակոծեմ։ Դա թերևս այո, սպառնալիքն է, տեսեք, մի կողմից այսքան թուլացած Իրանը նշանակում է նաև, որ ինքը քաղաքական ազդեցություն, տնտեսական ազդեցություն կամ որևէ այլ տեսակի ազդեցություն շատ ավելի դժվար է կարողանալու գործել իր հարևանների վրա։ Բայց մյուս կողմից դա նաև նշանակում է, որ ավելի այսպես կտրուկ կամ հուսալքված գործողություններ, ինչպիսիք են օրինակ հրթիռակոծելը քաղաքացիական ենթակառուցվածքները, նույնպես ավելի հավանական են դառնում։ Դա գիտեք, նման է, երբ որ մարդուն ուղղակի անկյունն է գցում, ուրիշ ոչ մի հնարավորություն չի ունենում պատասխանելու, այդ պատասխանն է, հա, տվյալ համատեքստում։ Նման իրավիճակ իհարկե բացառել պետք չի, բայց այսպես ասենք, մինչև այս պահը իրադարձությունները ցույց տվեցին, որ Իրանի համար անվտանգային սպառնալիքները գալիս են հարավից ու արևմուտքից, դրանք չեն գալիս հյուսիսից։ Հյուսիսից ոչ մի ինքնաթիռ, ոչ մի հրթիռ, ոչ մի անօթաչու թռչող սարք Իրանի Իսլամական Հանրապետության տարածք չի մտել։ Խոսքը նկատի ունեմ Հայաստան, Ադրբեջան, Կասպից ծով, Թուրքմենստան, հա։ Բոլոր հարվածները եկել են Իրաք, Պարսից ծոց, աշխարհագրությունից։ Անկամ Թուրքիայից չի եկել։ Անկամ Թուրքիայից չի եկել։ Հիմա այս համատեքստում, եթե մենք ելնում ենք ռացիոնալ քաղաքականության ուրեմն սկզբունքներից, ապա Իրանի հակազդեցությունն ու հակագործողություններն էլ պետք է լինեն այդ ուղղությամբ, հասկանալի է, բայց ինչպես նշեցի, հա, բացառել իհարկե չի կարելի, որ եթե ձեր ասած սցենարն է տեղի ունենում, այդ ռեժիմը մնում է իշխանության, իրանք ուղղակի այլևս էլ ռացիոնալ բանտես բաներին չեն նայում, ոնց կարողանում են փորձում են վատություն անեն։ Պարոն Քոչինյան, մենք գիտենք, որ դուք ակտիվորեն ներգրաված եք հայ-ադրբեջանական, այսպես ժողովրդական դիվանագիտության մեջ, մենք տեսանք, որ
թրակ 1.5 կամ 2 մենք տեսանք, որ այդ շրջանակում Երևանից ինքնաթիռ մեկնեց Բաքու ուղիղ չվեր տեղի ունեցավ ադրբեջանցի մասնակիցները հատելով Հայաստանի պետական սահմանը ցամաքային ճանապարհով եկան Հայաստան այս ուղղությամբ եւ ընդհանրապես հայ-ադրբեջանական այսպես ասենք հարաբերությունների, բանակցությունների առումով մեզ ինչ նորություն է սպասվում։ Մինչև անդրադառնալ առաջիկա անելիքներին, ես կուզեի խոսեինք մի կարևոր ուրեմն մանրուքի մասին առաջի հայացքից։ Դա այն է, որ ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչները, ովքեր եկել էին Հայաստան գալիս անցել են սահմանանցման ժամանակ անցել են բոլոր համապատասխան պետական ընթացակարգերը։ Այսինքն իրենց անձնագրերի մեջ դրվել են համապատասխան կնիքները, իրենք անցել են մաքսային վերահսկողության ուրեմն բոլոր փուլերը եւ սա շատ կարեւոր է, ես կարծում եմ, որպես նախադեպ, որպես մի գործընթաց, որը բերում է հայ-ադրբեջանական սահմանի անցման գաղափարը նորմալ ուրեմն պրակտիկայի նորմալ ընթացակարգերի դաշտ։ Ինչ վերաբերվում է առաջիկա անելիքներին, ապա մեզ սպասում է պատասխան այցը մեծ պատվիրակության, դուք գիտեք, որ առաջին փուլում եղել էր 5 ադրբեջանցի մասնակից, 5 հայաստանցի մասնակից, հիմա կարծես ընդլայնվում է այդ կազմը։ Այո, ընդլայնում է եղել 20 գումարած 20-ը հիմա եւ առաջիկայում մեզ սպասում է հայաստանյան 20 հոգանոց պատվիրակության այցը Ադրբեջան, օրերը դեռ չեմ կարող նշել։ Պարոն Քոչինյան, դուք հավանական համարում եք, որ մինչև խորհրդարանական ընտրությունները հայաստանյան խաղաղության պայմանագիր կկնքվի, ինչու՞, որովհետև գիտեք, ադրբեջանական կողմը կարող է դա շատ ավելի բարձր գնով վաճառել Հայաստանի իշխանություններին, որոնց ակնհայտորեն պետք է այդ համաձայնագիրը հանրությանը ցույց տալու համար, քան ընտրություններից հետո։ Ընտրություններից հետո այդ համաձայնագրի գինը հավանաբար Հայաստանի իշխանությունների համար կընկնի։ Ինչ կարող եք ասել։ Դուք ճիշտ եք, բայց դուք ճիշտ եք Հայաստանի ներքաղաքական սեթինգի տրամաբանության մեջ։ Ես չեմ կարծում, որ մենք այն իրավիճակում ենք, երբ որ Հայաստանի ներքաղաքական սեթինգը դարձել է միջազգային հարաբերությունների եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների առանցքը կամ կարևորագույն բաղադրիչը։ Այս առումով ես չեմ կարծում, որ Ադրբեջանում կգնան այդ որոշման կայացմանը, ելնելով բացառապես այն ձեր կողմից նկարագրված ամբողջությամբ ճիշտ, բայց Հայաստանի ներքաղաքական գործընթացների տրամաբանությունից։ Սա ասելով հանդերձ, ես նաև չեմ ուզում բացառել սցենար, որը որ մեր օրինակ վերլուծական կենտրոնում մենք անվանել ենք համակցված սցենար, որտեղ ուրեմն երբ որ մարտ ամսվա ընթացքում համաձայն իրենց նախընտրական խոստման Հայաստանի իշխանությունները հրապարակելու են սահմանադրության ուրեմն սևագիր տարբերակը կամ իրենց կողմից առաջարկվող տարբերակը, Ամենայն հավանականությամբ այդտեղ չի լինելու այլևս հղում անկախության հռչակագրին, եւ դա կարող դառնա առիթ, որպեսզի ստորագրվի խաղաղության համաձայնագիրը ընտրություններից առաջ, որից հետո կլինեն ընտրություններ, որից հետո կլինի սահմանադրության նոր հանրաքվե եւ նոր սահմանադրության ընդունում, որից միայն հետո կլինի ռատիֆիկացիան խաղաղության համաձայնագրի, այսինքն այսպես փուլերի բաժանած, ոնց որ ասած process, ես այս process-ը օրինակի համար, եթե մի քանի ամիս առաջ որ մեր կենտրոնում մենք սա առաջարկում էինք եւ որպես գաղափար առաջ էինք բերում, շատ ավելի մեծ հերքման, այսպես պատի էինք բախվում թե Հայաստանում, թե Ադրբեջանում, քան հիմա։ Հիմա այս գաղափարը կարծես տենց բավական աշխատանքային սցենար է դարձել, ինչը չի նշանակում, որ սա է հիմնական տարբերակը, սա հնարավոր սցենարներից մեկն է, որը կախված է շատ իրադարձություններից, բայց օրինակի համար, այն ինչ որ տեղի ունեցավ Նախիջևանում, ես կարծում եմ ռմբակոծությունը նկատի ունեք։ Դա կողմերին եւս մեկ քայլով կմոտեցնի այս սցենարին։ Թերևս այս առումով վերջին հարցը այս ուղղությամբ մենք տեսանք, որ այն ինչ որ տեղի ունեցավ Նախիջևանում, դրան հաջորդեց Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների խոսակցությունը, այնուհետև Ադրբեջանը առանց Հայաստանն այսպես անունը նշելու, ասաց, որ շնորհակալություն է հայտնում, հա։ Այո, դրոշակը այդ շնորհակալություն բառի տակ դրված։ Այո, սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ձևավորում են կամ փորձում են դեռևս ձևավորել պրակտիկա նորմալ միջպետական հարաբերությունների հարևանության, որովհետև գիտեք շատ նորմալ է ընդհանրապես, եթե հարևան պետությունը հարձակման է ենթարկվել, մյուս հարևան պետության արտաքին գործերի նախարարը զանգի հեռախոսազրույցն է։ Դա նորմալ պրակտիկա է։ Եվ փորձերը հայ-ադրբեջանական հարաբերությունները միջպետական բերել նորմալության դաշտ իմ համար միշտ ողջունելի են եւ դրանք ինչ որ առումով նորույթ են թե մեր թե ադրբեջանցիների համար պետք է սովորենք այդպիսի կյանքին
Անդրադառնանք ներքաղաքական զարգացումներին, մինչև այս ամենը, մինչև Իրանի շուրջ պատերազմը Հայաստանի ներքաղաքական դաշտում մեկ թեմա կար, կառավարություն եկեղեցի կամ պետություն եկեղեցի կամ կառավարություն եկեղեցու վերնախավ կամ իշխող կուսակցության ղեկավարություն եկեղեցու վերնախավ, ինչպես կուզեք ձևակերպեք, այդ թեման հիմա չկա, կարծես կողմերը լռում են, ինչ է կատարվում Հայաստանի ներքաղաքական դաշտում, ընտրություններին մնացել են հաշված ամիսներ չասենք արդեն, շաբաթներ ասենք։ Շատ նման է իրավիճակը հրադադարի ինչ-որ առումով, երբ որ կողմերը որոշել են միմյանց նկատմամբ ուղղված հարվածները կասեցնել եւ սպասել ընտրությունների արդյունքներին։ Ինչու դա տեղի ունեցավ, ինչու դադար վերցրեցին կողմերը։ Տրամաբանությունը հուշում է, որ քանի մոտենում է ընտրությունների օրը, պետք է թեման կամ որևէ թեմա ավելի այսպես ակտիվ աներ, բայց քանով որ ես հասկանում եմ, եկեղեցու ներսում այ վերնախավի եւ իմաստավորի կաթողիկոսի դեմքով կա որոշում սպասել մինչև ընտրությունները եւ հասկանալ ընտրությունների արդյունքները։ Եթե իշխող կուսակցությունը նորից հաղթանակ է տանում, ապա հետագա դիմադրությունը ուրեմն այն շարժմանը, որ հիմա կոչվում է եկեղեցու բարենորոգումների շարժում, կդառնա անիմաստ։ Եթե իշխանությունը պարտվում է, ապա այդ շարժումն է դառնում ըստ էության անիմաստ։ Այսինքն, այսպես թե այնպես այդ պայքարի հանգուցակետը կդառնան ընտրությունները Հայաստանում եւ ինչ-որ չափով իմաստ չուներ մինչեւ ընտրությունները այս դուք շատ կարևոր բան ասացիք ըստ էության կարծես կաթողիկոսը չասենք տեղեկություն, ասենք ձեր ենթադրության, ձեր վերլուծության արդյունքում նման որոշման է հանգել, հետեւաբար մենք կարող ենք ասել, որ ինչ որ պայմանավորվածություն կա իշխանությունների եւ կաթողիկոսի։ Դժվար է ասել ինչը պայմանավորվածություն կա, թե չէ, գիտեք, քաղաքականության մեջ հաճախ արնում, երբ որ կողմերը լռելյային, այսինքն առանց իրար հետ խոսալու կամ առանց իրար հետ պայմանավորվելու գալիս են ինչ որ կետի, երբ որ հետագա շարունակությունը process-ի մեր դեպքում օրինակ մինչև ընտրությունները դառնում է անիմաստ։ Երկու կողմերս լռում են այդ թեմայով։ Կարող ենք ասել հետեւաբար, որ կարծես իշխանություններն ու կաթողիկոսը լռելյային պայմանավորվել են։ Ըստ էության այո։ Ну, այս պայն դրան է նման շատ։ Շատ շնորհակալություն հարցազրույցի համար։ Ես հիշեցնեմ, որ հյուրընկալել էինք Հայկական խորհրդի նախագահ Արեգ Քոչինյանին, շնորհակալություն, կհանդիպենք։